Այսօր խորհրդարանում կրկին տապալվել է թիմից հեռացված պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունը փողի դիմաց կրճատել ծառայությունը բանակում։ Անցած անգամ կառավարությունը դրական եզրակացություն էր տվել, բայց վերջին պահին օրենքը հետ կանչվեց, այսօր կրքերը թեժացել են։ Քննարկության ընթացքում Հայկ Սարգսյանի կողմից ներառված օրենսդրական նախաձեռնությունը հանձնաժողովում եզրակացություն ստանալու համար։ Ըստ այն կողմ դեմ Ասել, որ հիասթափված եմ կամ ցավում եմ, կնշանակի ոչ մի բան չասել, որովհետև տարիներով արձանագրելով բանակի խնդիրները, ես նպատակ եմ ունեցել, պայքարել եմ, որպեսզի մենք վերացնենք այդ խնդիրները ու ստեղծենք մի միջավայր, որտեղ կլինի արդարություն, որտեղ հարուստի երեխաները չեն ազատվի բանակից, քաղաքացիությունից հրաժարվելու կամ կեղծ առողջական թղթեր սարքելու կամ երկիրը լքելու կամ ուսման մեկնելու կամ այլ պատրվակներով, կարան ինչ-որ մարդիկ ինչ չսիրեն, կարա ինչ-որ մարդ իմ հետ խնդիր ունենա անձնական կամ ոչ անձնական կամ ուղղակի սիմպաթիայով ինձ չհավանի, բայց սեփական ամբիցիայով կամ սիմպաթիայով կամ քենախնդրության պատճառով տապալես պետության համար կարևորագույն նախագիծը, ես, որ հիմա հնարավորություն ունեմ, կարող եմ լացեմել, էլի, որովհետև անընդունելի է դա, չի կարա տենց բան լինի, որ դու մարդու հետ անձնական խնդիր ունենաս, քո պետության համար կարևորագույն նախագիծը տապալես, դու ասես տեսար Սարգսյան Հայկին տապալեցի։ Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զորք տա, դուք հիմա Պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ եք խոսում, որը բնականաբար պետք է դեմ լիներ փողով բանակից ազատել։ Թվերը շատ վիճահարույց են, չէ՞։ Պաշտպանության փոխնախարարն էլ խոսեց։ Նախկին, երբ որ շրջանառում են նախաձեռնություն, այնտեղ MC թվերը ներկայացրել զորակոչի հետ կապված 2009-2010 թվականները, եթե այդ թվերով շարժվենք, ստացվում էր, որ բանակը 50%-ով գոյություն չուներ։ Երբ որ այդ քննարկման, ֆրակցիայում քննարկման ժամանակ այդ ասվեց, այդ թիվը 50% ավելացրած, որի եզրահանգումների վրա ինքը հանգել էր ինչ-որ եզրահանգումների, բայց վերջին 2 տարվա ընթացքում զորակոչի թիվը աճում է։ Հիմա դա ինչի հետ է պայմանավորված։ 2 տարի խնդրում եմ Պաշտպանության նախարարին, ասում եմ բանակում շաբաթը մեկ է զորքը լողանում։ Հնարավորություն ստեղծենք, թող ամեն օր լողանա։ Ինչի՞ց է խնդիրը ծագի։ 24 թվականի պատգամավորներից մեկը փակ մեր հանդիպման ժամանակ հարց տվեց, թոքաբարբով զոհ ենք ունեցել, մահվան դեպք ենք ունեցել բանակում, որ սառը ջրով հավանաբար լողացել է։ Դե ասես մենակ մեր բանակում չի, որ շաբաթը մեկ է, բազմաթիվ բանակներում տենց է։ Ուսումնասիրեմ տասնյակ բանակների փորձը։ Բազմաթիվ երկրներում զինվորները ամեն օր լողանում են։ Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում։ Ես չգիտեմ բանը։ Դու կարող եք լողանալու շաբաթը մեկ ամբողջ Պաշտպանության նախարարությունում համակարգող ոլորտներ կան, ես տեղյակ չեմ, որ զինվորները։ Բայց դուք բացառում եք, որ նման խնդիր կա։ Հարգարժան պարոն Կիրակոսյան, ես պարզապես նորից տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը, ես կարծում եմ, որ չլողացած զինվոր մենք չունենք, եթե մեր զինվորները շաբաթը մեկ ասում եք ոլորտը ես չեմ համակարգում, դրանք